նարեկին երբ որ ձերբակալեցին, այդ նարեկի այդպես ժպտալով բանը չէ, դեմքը այդպես սաղս ասում ենք, տեսեք նարեկի մոտ ծիծաղ առաջացնում, բայց նայ ուրիշ հանգամանք կա։ Այդ կավ այդ ձերբակալվողի մոտ դա ավելի քիչ արինում, բայց հանրային միջավայրում դա առաջացնում է մի երևույթ, որը ինձ ծանոթ է ոնց որ իմ մասնագիտությունից, այսինքն հումանիտար ոլորտից, որը կոչվում է բան self censorship, այսինքն ինքնագրաքննություն։ Այսինքն երբ որ դու գիտես, որ տենց բան կարա լինի, դու ինքդ ես քեզ սկսում գրաքննել, դու չես սպասում, որ ինչ-որ մեկը քեզ գա ասել, մի օգտագործի ես բառը, ես չեմ իրավաբանության մեջ այդ ինքնագրաքննությունը կա թե չէ։ Դա կոչվում է ԵԽԽՎ բանաձևով մենք կարողացանք ուրիշ բանով, կոչվում է chilling effect, երբ որ դու պետությունը ինչ-որ մի քաղաքական գործունեությամբ զբաղվող մարդուն այսինչ արարքի համար տանում կալանավորում է, ձերբակալում է բան, դա մյուս դաշտի նկատմամբ ունենում է chilling effect, սառեցնող ազդեցություն, որ հանկարծ դու չանես։ Բայց դա շատ կարճ է տևում։ Լսի, չէ, ինձ թվում է նայ, հիմա օրինակ մենք էլ ենք, չէ՞, ասում ենք այս բառի համար կարան օրինակ գործառույթ են ասան, որովհետև դա մարդուն բնականորեն բան է, էլի հատուկ է։ Ես ինչի եմ սա շատ լավ տեսել, որովհետև երբ որ ասում եմ էլիպտիկ, ասում եմ 7 երկ գիտենք 7-ն էլ նույն բանի մասին։ Հիմա դու կբերես օրինակ Թուրքիայից, ես Ադրբեջանից։ 18 թվին ես հիշում եմ, որ ես հետազոտության համար գնացել էի արխիվներում աշխատելու Թուրքիայում։ Այդ ժամանակ նոր էր այդ թարմ էր հələ այդ հեղափոխշրջման փորձի համար Գյուլենին ու Գյուլենականին մեղադրել, հա 16 թվականին էր եղել, հիշեցնում եմ 18-ին մարդիկ, ես հիշում եմ նստած էինք տենց բաներից Ստամբուլի տենց այսպես ասած մի քիչ բան, մի քիչ ավելի տենց հարուստ բան միջավայրում, որտեղ բոլորը կայացած եւ այլ բաներ էին ու սրճարանում ես հարց տվեցի Ստամբուլա բնակ մեկին, ասեցի իսկ ասենց ասեմ ոնց որ Գյուլենի մասին ինչ եք մտածում, հարց եմ տալիս, որպես հետազոտող, հարցազրույց եմ անում։ Այդ G ու L-ն որ պիտի ասի, ինքս սպառնացրեց, ասես բան ոնց որ մի ասա այդ ոնց որ G word-ը, էլի, եմ ասում մի այդ G բառը մի ասա, որովհետև նույնիսկ այդ միջավայրում դա ավտոմատ կարար մեկին դրթել, որ հաջորդի վրա բան գրի եւ այլն։ Այսինքն իրանք այդքան այդ վախենում էին այդ բառից։ Ու հիմա այդ քո ասած այդ չքաղաքականացնելը դրան շատ նման է։ Մարդիկ էդի գրում են, որովհետեւ ինքնագրա քննում են։ Բառը որ իրանք եթե իմանային որ տես բան չկա, կարող շատ ուրիշ բառերով գրեին։ Շատ ավելի խիստ գրեին, շատ ավելի խիստ հանդես գային։ Հիմա գիտեմ որ դա կարա առնվազն անհարմարություն առաջացնի, եթե չասենք կալանք։ Դե հիմա տես օրինակ Անան Իսրայելյան ահազանգեց եւ առավոտում այո տասնյակ դեպքերի մասին հրապարակումներ եղան, որ փաստորեն իրավապահները շատ մանրակրկիտ ուսումնասիրում են իշխանավորների սոցցանցերի գրառումների տակ թողած մեկնաբանությունները եւ քաղաքացիներին իդենտիֆիկացնում են եւ քրեական հետապնդման է հասնում գործը, այսինքն արդեն ոչ թե opinion maker-ների հետևից են ընկել, արդեն սովորական user-ների հասարակ քաղաքացիներին է հերթը հասել, բայց ես քեզ ասեմ որ դրանից այդ բառամթերքի եւ կոշտ ձևակերպումների քանակը չի քչանում ախր համացանցում։ Անկեղծ դու երևի TikTok-ում չկաս։ Իհարկե չկամ, չէ։ Տես, այնտեղ կա այլ իրականություն, որտեղ եթե դու տեսնես իշխանավորների գրառումների տակի մեկնաբանությունները, դու կապշես։ Այո։ Դե ֆակտո իշխանությունը կա TikTok-ում։ Այո։ Իսկ դու ոչ, մտածի դրա մասին։ Իսկ ինչի եմ ասել իմ կյանքում։ Այ տեսեք դուք այդ իրականությանը չեք դու։ Մենք ագին երիտասարդ ենք։ Մնացել։ Ոչ ես Նիկոլ Փաշինյանը, Դոգը, մենք բոլորս TikTok-ում կանք եւ ես հետեւում եմ մեկնաբանություններին այնտեղ։ Շատ վատ անեկդոտի պրիչում։ Ես հազիվ ոչ մի բարեկամ ինքը լավ ավարտ չի կարող ունենա։ Իմ ժամանակ օրինակ տենց է, դեվը բռնում է հայի վրացին թուրքին, հիմա Անժելայի բերած անեկդոտները սուպեր կան։ Գնանք աժը։ Մի խոսքով վերադառ ասածս այնա, որ ես քեզ վստահեցնում եմ ոչ նորմատիվ լեքսիկոնով մեկնաբանությունների ահռելի անծայրածիր քանակը այնքան է, որ մոդերները չեն հասցնում մաքրել եւ բլոկել այդ user-ներին, հետո հաջորդ արեքն է գալիս ու դա օրգանիկ բնականon միջին վիճակագրական հայ մարդիկ են։ Դա այսինքն այդ ամեն ինչը այն իրականությունն է, որը մենք մեր բաբլի մեջ չենք տեսնում, բայց ինքը կա։
Ես այս մասով մի կոմենտ անեմ, այն օրը հենց մեր գրասենյակում էինք դրա մասին խոսում, բա լավ, վերջը նորմալ է, թե նորմալ չի իրավաբանորեն, էլի, այս ոչ նորմատիվ լեքսիկոնը հրապարակային գործածելը նորմալ է, թե նորմալ չի։ Ասում եմ իրականում այո, լավ կլներ, որ չգործածվել։ Մենք տենց չենք գոնե մեծացել, որ նորմատիվային, ոչ նորմատիվային դա նորմալ բան լինի, բայց եթե ընդհանուր հիմա այս լիբերալ իրավունքի զարգացման ու նորմերի տեսակետից նայենք, տեսնենք, որ նույնիսկ ասենք Ամերիկայի նախագահը, երբ որ լրագրողի հարցը իրա դուրը չի գալիս, ասում է մի հայհոյանք, որը եթե հայերենում հիմա թարգմանենք, նույնիսկ այդ հայհոյանքը դրա համար անցած անգամ նստած են եւ հիմա էլ նստած են։ Չի հնչում նույնիսկ այդ տիպի հայհոյանք, չի հնչում եւ չի հնչել բաներում։ Բայց դա ազատ երկիր է եւ ինչպես մեր լավ գործընկեր Ռաֆայել Իշխանյանն ասում է, եթե Ամերիկայի մոդելը ազատ խոսքի շատ հետաքրքիր է, ասում է, եթե այդ խոսքը, որը որ ասվում է, իրականում որևէ ազդեցություն այդ միջավայրում չի ունենում, ինքը ընդհանրապես չպետք է որևէ տիպի պետության միջամտությանը ենթարկվի։ Ասի դες չափելիության խնդիր է, էլի, դա вообще абսուրդ շատ ամորֆ բան է այդ ազդեցությունը։ Ոնց է չափում։ Ես ընդհանրապես չեմ օգտագործում հայհոյանք, ոչ էլ օգտագործել եմ, այսինքն իմ նույնիսկ ամենօրյա խոսակցականում էլի, բայց ուզում եմ ասեմ, որ օրինակ շատ դեպքերում հայհոյանքը նույնիսկ համարվում է ցանկացած լեզվի գրական ժանրերից մեկը։ Ես ինքս նույնիսկ եղել եմ դասախոսության Պետերբուրգ քաղաքում, եվրոպական համալսարանում, դասախոսություն, որ նորված է ռուսերենում, ուրեմն հայհոյանքի մշակութային արժեքին, որի դասախոսներից մեկ իրոք լեզվաբան էր եւ դա էր ասում, իսկ երկրորդ բանը դասախոսը, բանախոսը Լենինգրադ խմբի շնուրն էր հայտնի, պատկերացնում ես, ասենք իր բանաստեղծական տողերում ամեն երրորդ բառը դա է, բայց լուրջ դեռ հանրային միտքից նստած էին դասախոսներ, պրոֆեսորներ եւ այլն քննարկում էին ինչ կարեւոր դեր ունի այդ մատ կոչված, այսինքն հայհոյանք կոչված, այսինքն այս տեսանկյունից նույնիսկ ինքը համարվում է բնական բաներից մեկը, մեր միջավայրի ֆոլկլորային, մշակութային արժեքը նաեւ լեզվաբանական տեսանկյունից իրենից ներկայացնում, երբ որ ռուսերեն լեզվում ինքը այնքան հարուստ բառապաշար ունի, որ դու առանց որևէ գրական խոսքի միայն այդ obsessive լեքսիկայով կարաս արտահայտես մի շարք մտքեր եւ էմոցիաներ։ Բայց այնպես չլինի, որ մենք հիմա արդարացնում ենք, չէ, մենք ասում ենք, որ մեր միջավայրում դա ընդունված չէ, բայց ինքը նույնիսկ այդ տեսանկյունից է հնարավոր այդտեղ գտնել։ Մեր դասախոսներից մեկը կասեր, իրավաբանական տեսակետից անհետաքրքիր գործողություն պետք է լինի։ Նայ առհասարակ ես շատ կուզենամ, որ մենք վերադառնանք այն ժամանակներ, ու ապրենք այն հասարակության մեջ, որտեղ դա նորմալ չէր։ Եվ պաշտոնյաների Facebook-յան ստատուսների սկրինշոթները, երբ որ տեսնում ես հայհոյանք պարունակող, չես գնում մի հատ վեր ստուգես, ասես լավ լուրջ սենց բան ա գրել։ Ու գնում ես ստուգում ես, պարզվում է որ հա գրել է։ Ու մանավանդ ասում եմ, երբ որ դա նորմալիզացված է այն պարագայում, թող բացեն վարչապետի բաները, ստատուսները կարդան, դրանից հետո տեսնեն իրանք կարող են անել ինչ որ հետապնդել ինչ որ մարդու, թե չեն կարող հետապնդել։ Որովհետև ասում է մեր քրեական օրենքը, ասում է որ հանցավորը, եթե սա հոդվածներից բանից այն կողմ անցնենք, ասում է որ պետք է հասկանա, գիտակցի իր արարքի հակաիրավական բնույթը։ Հիմա մարդը ոնց կարա գիտակցի հայհոյանքի հակաիրավական բնույթը, եթե ինքը նույն բանը տեսնում է օրինակ վարչապետի կամ այլ պաշտոնյանի, ես տվյալ դեպքում օրինակ Սիմիդյանի կատարմամբ եւ չի տեսնում որևէ արձագանք։ Կամ հիմա անցում կատարելով նաև այս օրինակը այն որ բարձեցի, որ իմ շրջապատում էլ շատ չգիտեն, երբ որ Միքայել Սրբազանի գործի մասին ենք խոսում, մարդը շատ ողջամիտ բացատրություն է տվել իր հայտարարության համար։ Ասել է ես այդ ձեր իրավաբանական տերմիններին ծանոթ չեմ, ինչա հեղաշրջում, հեղափոխություն, չգիտեմ եւ այլն, ինչն է օրինական, ինչն է ապօրինի, հեղաշրջում կլինի, ինչ կլինի։ Ես երբ որ ասել եմ, որ պետք է ռազմական հեղաշրջում լինի, նկատի եմ ունեցել ճիշտ նույն բանը, ինչը տեղի է ունեցել 90 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Երբ որ մենք բոլորս հասկացանք, որ ռազմական իշխանությունը դեմ էր նախագահին ու իրան ճնշել է, որպեսզի վերջինս հրաժարական տա, ասում եմ նույն բանին, ասում եմ
մեկնաբանելով, էլի, ոչ հետո գնացել է Լևոն Տեր-Պետրոսյանը ոստիկանություն կամ քննչական հաղորդում է տվել, որ իրան ստիպել են։ Քաղաքական բաների, այսպես ասած, ճնշումների կամ բանակցությունների արդյունք է, ասում է ճիշտ նույն բանն եմ նկատի ունեցել։ Հա, այն ժամանակ չի եղել։ Հիմա ասում է, ինչի եք իմ ասածը, մտածում էի, որ այդպես լավ կլինի, ոչ մեկին կոչ չեմ արել, բան չեմ արել, լավ, ոնց պետք է մարդը հասկանար իր ասածի հակաիրավական բնույթը։